Շիրակի մարզում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Գյումրու 110 տանսաների եւ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կազմակերպած միջոցառումը կրում էր «Կանոնն իմ աչքերով» խորագիրը։ Միջոցառման շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում 110 տան մանկահասակ սաները նկարներում Գարունը պատկերել են իրենց աչքերով։ Նրանք չեն մոռացել նաեւ Սուրբ Զատկի տոնի խորհրդի մասին։ Իսկ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացրած համերգային ծրագիրը մեկ անգամ եւս հիշեցրել է հայի պահանջատիրության եւ հաղթական ոգու մասին։ Թերևս այն ինչ որ պիտի մատուցվի 100-ամյակի Եղեռնի 100-ամյակի ծիրից ներս կլինի, իսկ նկարչություն ավելի գառնան գաղափարներ երեխաների մեջ, որը կարծում եմ 100-ամյակին շատ համահունչ է, որովհետև եթե խոսում ենք 100-ամյակ միայն որպես ողբ, նշանակում է դադարում ենք ապրելուց։ Եթե խոսում ենք 100-ամյակ, որը եկավ ոչ ասելու թուրքականային ծրագրին, թե միայն մեկ հայ թողնել պատմության թանգարանում, որպեսզի մարդկությունը իմանա, թե նման ժողովուրդ է գոյություն ունեցել, եւ այսօրվա մեր նկարչական ցուցահանդեսը կոչեցինք Գարուն, որը նշանակում է վերազարթոնք, վերապրում, հարություն, ուրեմն մենք կարող ենք առանցակից դարձնել նաեւ 100-ամյակին այդ իմաստով, ոչ ողբի, այլ ապրելու, հարատևելու եւ ապացուցելու աշխարհին, որ հայը չի ծնվել ոչնչանալու համար, այլ հայը ծնվել է արարելու, ստեղծելու եւ գոյատևելու համար։ Այսօրվա համերգի խորագիրը կրում է Գառնան բնության զարթոնքի մայրության գեղեցկության տոնը։ Բայց քանի որ նա նույնպես Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շարքին պատկանում, դրա համար մեզ համար շատ պարտավորեցնող է այսօրվա համերգը երկակի։ Քանի որ Գարունը երեխաները տարբեր կերպ են պատկերացնում, երբ որ թեման ասացինք, ամեն մեկի համար մի հնչեղություն ստացավ։ Մեկի համար Գարունը մայրիկն է, որովհետև մայրության տոնն է, մյուսի համար Գարունը բնության զարթոնքն է, առհասարակ բնությունն է, երրորդի համար, որ թերևս տարիքով ավելի հասուն է, զուգադրվում է նաև ցեղասպանության հետ։ Դրա համար ցուցահանդեսում դուք կարող եք տեսնել տարբեր մոտիվներով աշխատանքներ, իհարկե նկարչական դասարանի աշխատանքները հիմնականում ծառերի շարք են, որովհետև նաև իմաստավորել են երեխաները, մի դեպքում ծառը կոտրված է, սրտի ծարյուն է կաթում, մյուս դեպքում ծլարձակում է, կանաչ է, վերընձուղվում է եւ դա այն ապրելու ցանկությունն է եւ կարեւորությունը, որ երեխան դրել է իր նկարի մեջ։